Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 21-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 21-ին։ Հարգելի խոյեր, այդ օր ինչ-որ բան է փակ, չի ստացվում անել, եթե էմոցիոնալ չլինեք, ապա կկարողանաք դրան լուծում տալ, եթե ոչ, ապա նաև կախված է ինչ-որ կնոջից, բայց պետք է էմոցիոնալ չլինեք, ավելի հանգիստ լուծեք այդ հարցերը։ Այդ օրը գումար կստանաք, գումար կծախսեք նաև, աշխատանքի բերումով կարող հանդիպել որևէ մասնագետի կամ որևիցե պետական աշխատողի եք հանդիպելու, ինչ-որ մասնագիտական առումով, ինչ-որ մասնագիտություններ ինչ-որ հարկային, այդպես։ Նաև օրվա ընթացքում ոմանք ընդունվեն աշխատանքի, շատ աշխատանք կունենաք, կամ այդպես ինչ-որ տնօրենի կամ մենեջերի հետ ինչ-որ բաներ կքննարկեք, կլուծեք։ Նաև դա կարող է լինել ձեր մասնագիտականի հետ կապված, հաճախորդները ձեզ հետ խոսեն։ Եվ ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան է դանդաղում, նաև դուք կարող եք գնալ որևէ մի տեղ երկար մնալ, եւ ուշադրություն դարձրեք նաև այդ օրը ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 21-ին։
Հարգելի ցուրը, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված ոչ հարցեր ունեք, դա կանել նաև ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ ելք եք փնտրելու ինչ որ գործեր այդ օրը առաջ մղեք, հնարավորինս կկարողանաք առաջ մղել։ Դա տանվում եք ծանրութ հետևեկանում ընտրության առջև կանգնած կլինեք եւ երկար սպասված ոչ նամակ կստանաք տեղեկատվություն, հնարավոր է փաթեթե, փաստաթուղթ նույնպես եւ ժամ եք պայմանավորվել կամ ժամ կպայմանավորվեք, շատ երեխեք որպեսի չուշանաք, կամ սա ուշ տուն գալ է, կամ դուք, կամ ինչ որ մարդիկ, դեր ընտանիքի անդամները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին մայիսի 21-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը առավոտյան բավականին հուզված եք, որ էմոցիոնալ եք, բայց ինչ որ բան է ձեզ տխրեցնում, նաև կարող եք արտասվել, կամ դուք կարող եք ցավեցնել ինչ որ մեկին, կամ ձեզ կարող են ցավեցնել, դրա համար արտասվեք եւ էմոցիոնալ լինեք եւ չդիմանաք։ Այդ օրը նաև ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը, կամ կայցելեք նման կենտրոն, հնարավոր է նաև պարկում եք, հանգստանում եք օրվա ընթացքում, ձեզ լավ չեք զգում, դե ինչ որ մի բան է այստեղ տեղի ունենում։ Եվ ոմանց համար նաև ինտիմ հարաբերություններ է դա, եւ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, լավ կին է, ձեզ շատ է սիրում, դուք էլ իրեն եք սիրում, եւ երեկոյան արդեն հանդիպում կամ շփում կունենաք եւս երիտասարդ տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է, միգուցե մեկ այլ բան է, մեկ այլ հարց է, այստեղ կարող եք տեսնել իրար խոսել, կամ ձեր տղան է վերադառնում է տուն։ Այսքանը ձեզ համար, ինչ որ խառը օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 21-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը առավոտյան կամ շուտ եք արթնանալու կամ երկար եք քնած մնալու եւ կարող եք իմանալ, որ ինչ-որ մի բան է ձեզ մոտ ուշանում, մոտավորապես 1 ամիս, այդպես մի քանի օր, նաեւ կարող է ուշանալ։ Օրվա ընթացքում երկար սպասված նամակ կստանաք, փաստաթուղթ, փաթեթ կամ ոչ է կարևոր տեղեկատվություն է, որին երկար եք սպասել։ Եվ երեկոյան այստեղ լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, ինչ-որ պահեր զարգանալու է, առաջ է գնալու, ոչ է ոլորտ, որը կանգնած էր, եւ մտածմունքների մեջ կլինեք, կմտածեք նաեւ ինչ-որ մեկի մասին, միգուցե հարաբերություններն են, կարող է ինչ-որ տեղից իրար են գալիս եւ նորից էլի սկսում եք մտածել տվյալ մարդու ուղղությամբ, կամ գործերը, կամ մեկ այլ բան։ Եվ որևիցե ինչ-որ մի բան փուչիկի նման կպայթի, ինչ-որ մի բան կիմանաք, եւ ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չմոլորեցնեն այդ օրը։ Նաեւ տատանվում եք, ծանր ու թեթեւ եք անում, ինչ-որ մտքեր են, մտածում եք, ինչ-որ պահեր են այսպես, որ որևիցե ոլորտ է առաջ գնում, որևիցե ոլորտ է փոխվում, առաջ խաղացում կա, զարգացում կա, ինչ-որ ծաղկում է ապրում այդ ոլորտը, մարդը սկսում է արդեն ինքն իր մեջ ինչ-որ չափով մտածել, տատանվել, ինչ-որ բաներ անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 21-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը նոր սեր, նոր հնարավորություններ, նոր ծանոթություն կարող է լինել, ձեր տղան կարող է վերադառնալ տուն, ձեր ամուսինը կարող է վերադառնալ։ Սա գիտեք նաև բաց թողնված հնարավորություն է ինչ-որ մեկին հետ հանդիպելու, ժամադրվելու համար, տեսնելու համար, միգուցե տանը չեք, ձեր տղան է գալիս տուն գնում, կամ ձեր ամուսինը, կամ զանգարում են չեք պատասխանում, այդտեղ եւս այդ համար ուշադիր պետք է լինել, որտեղ ինչ-որ մի հնարավորություն եք բաց թողնելու, տվյալ անձնավորությունը տեսնելու, միգուցե ժամադրվելու համար, միգուցե շատ սիրելի մարդ է, հարազատ է կամ երկրորդ կես է այստեղ։ Օրվա ընթացքում երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում, յուրաքանչյուրին ինչ որ դուք կանեք, հաջողությամբ կավարտեք, նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթուղթ կարող եք ստանալ, նաև փաթեթ կարող եք ստանալ, ինչ որ փաստաթղթեր դասավորեք եւ այլն։ Նաև ստորագրելու համար այստեղ շատ ուշադիր եղեք, որովհետեւ կարող են ձեզ մոլորեցնել, հա։ Յուրաքանչյուր բան մի հատ լավ կարդացեք, լավ նայեք, նոր հետո ստորագրեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Նաև կարող է նորություն լսեք, այդ նորությունը լինի ինչ-որ մի բան, որ այդպես փուչիկի նման պայթում է։ Ձեզ համար դա եւս հա ինչ-որ նոր բաներ։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Րոպե, մոմս փոխեմ։ Չեմ հիշում ասեցի, ձեզ հաճելի օր եմ մաղթում, թե ոչ, ամեն դեպս հաճելի օր եմ մաղթում, այ մոմը տեսա վերջացել է, ասեցի փոխեմ։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 21-ին։ Հարգելի կույսեր, այդ օր առավոտյան հանդիպում կամ շփում կունենաք վարույցը տղամարդու հետ, նա կարող է լինել նաև բժիշկ կամ այցելում եք հիվանդանոց վարույցը մեկին տեսակցելու կամ բժշկի հետ եք խոսելու։ Այդ օրը նաև կա վարույցը կին, կնոջ հետ կհանդիպեք, որ այդքան էլ լավը չէ, այդքան էլ լավ չի տրամադրված նաև ձեր հետ կապված, ինչ-որ վատ կին է, մի խոսքով։ Եվ ոչը ոլորտ կզարգանա, առաջ կգնա, ինչպես ծաղկում կապրի այն ոլորտը, որը կանգնած էր, սեղանի շուրջ եք նստելու, միգուցե դա եք նշում, կամ հարաբերություններն են, որոնք առաջ են գնում, եւ այդպես հանդիպում եք, նորից էլի նստում եք սեղանի շուրջ։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, ոմանց համար է սա ինտիմ հարաբերությունները։ Եվ հետո էմոցիոնալ կլինեք, կարող եք հանդիպել կամ շփվել ոչը երիտասարդ տղայի հետ։ Ձեր տղան է գալիս տուն, ինչ որ մեկն է, հա, երիտասարդ տղա է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 21-ին։
Հարգելի կշեռքներ, այդ օրը ձեր գործերը առաջ կտանեք, որքան հնարավոր է այն առաջ կտանեք, դա բավականին շատ է դա։ Նաև ուշադիր եղեք, որ եթե հնարավորություն կողեք ձեր ձեռքից բաց թողնել, հանկարծակի լուր կլսեք, հանդիպում շփում կունենաք որևիցե կնոջ հետ, ով որ այդքան էլ լավը չէ կամ այդքան էլ լավ չի տրամադրված ձեր նկատմամբ։ Եվ վեճ ունեք օրվա ընթացքում եւ օրվա վերջ սպասում եք, որ եթե նամակի կամ SMS-ի կամ ինչ-որ բանի պատասխանի, նույնպես կարող սպասել։ Այսքանը ձեզ համար միգուցե փաթեթ է։ Գիտեք, որ գալիս է, սպասում եք, որ բերեն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 21-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ճանապարհեք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Նաև գումար կստանաք, գումար կծախսեք, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ գումարը կարող ծախսել առողջության վրա, կամ հանգստի վրա, կամ դեղորայքի։ Օրվա ընթացքում բավականին էմոցիոնալ կլինեք եւ այդպես էմոցիոնալ կզանգարեք ինչ-որ մեկին կամ ձեզ կարող են զանգարել այդպես էմոցիոնալ ինչ-որ մի բանի մասին պատմեք, խոսեք։ Եվ երեկոյան հանդիպում կամ շփում կունենաք ոչ կնոջ հետ, լավ կին է, ձեզ շատ է սիրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 21-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոմանց ամուսության առաջարկ կանեն, ոմանք հրավեր կստանան հարսանիքի, կամ դուք կանեք ամուսության առաջարկ, նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ, կարող է իրար հետ ինչ-որ պայմանագիր եք կնքում, այդ առումով եք հանդիպում, նաև ինքն է ասում, որ ուզում է ամուսնանա, և հեռախոսազանգ է սա, չեք կարողանում միանաք այդ հեռախոսազանգին, չեք կարողանում միանաք տվյալ մարդուն, որպեսզի խոսեք կամ հարմար չի կամ հետ չի զանգում և դրա համար կարող եք տխրել։ Գործերը որքան հնարավոր է կփորձեք առաջ մղել, բայց կարծես թե շատ չի լինում առաջ մղել։ Օրվա ընթացքում որևէ մի փուչիկի նման ինչ-որ մի գաղտնիք կբացահայտվի, ինչ-որ մի բան կիմանաք, նաև ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չմոլորեցնեն ինչ-որ հարցի հետ կապված ստորագրություն եւ այլն։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք երեկոյան հանդիպում կունենաք կամ կմտածեք ոչ այդ տղայի մասին, գուցե ձեր տղան է, ձեր երկրորդ կեսն է, նոր ծանոթություն է, ինչ-որ մեկն է ում մասին կմտածեք երեկոյան ժամին եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան, գուցե տղան է գալիս եւ դրա համար իր մասին եք մտածում, թե երբ է հասնելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 21-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը կամ առավոտյան շուտ եք արթնանալու կամ երեկոյան, այստեղ կամ մի խոսքով շուտ կամ ուշ կամ երեկոյան, շուտ եք քնելու կամ ուշ, այդպես, ոմանց համար նաև ինտիմ հարաբերություններ է սա։ Ճանապարհ եք գնալու կամ սպասում եք, որ ինչ-որ մեկը գա, և երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, լուր, փաթեթ, փաստաթուղթ նաև դա կարող է լինել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 21-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կտրուկ քայլ կարող եք անել կամ անսպասելի ինչ-որ մի բան տեղի կունենա ձեզ մոտ։ Փճուկի նման որևիցե բան կբացահայտվի, ուշադիր եղեք նաև, որպեսզի ձեզ չմոլորեցնեն այդ օրը։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, բայց մյուս կողմից էլ ինչ-որ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք։ Կամ եթե ստորագրեք ինչ-որ մի բան առանց նայելու, առանց վերանայելու, ապա դա կարող է լինել խոչընդոտներ։ Եվ հանկարծակի լուր կլսեք, բավականին էմոցիոնալ կարող եք լինել, դա այս էմոցիաները արդեն միգուցե ուրախության են պատկանում, եւ մտածում եք ձեր զույգի մասին, ձեր ամուսնության մասին, ձեր նաև պայմանագրի մասին, միգուցե պայմանագիր եք խոստացել են կամ պետք է պատրաստում եք հաջորդ օր օրինակ պայմանագիր կնքել։ Այդ օրը նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեն, կամ դրա մասին եք մտածում, հա, դեռ ոնց որ շարունակում եք մտածել այդ թեմայով։ Նաև գործարք կարող եք կնքել եւ էլի նորից մտածում եք, իրոք դրա համար պետք է անպայման ուշադրություն դարձնեք, որ սխալմունքներ չլինեն։ Եվ կարևոր օր է, միգուցե ձեր տանը կարևոր օր է եւ պետք է նշեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 21-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, լավ կին է, ձեզ շատ է սիրում, գուցե դուք էլ իրեն եք շատ սիրում, նաև երկար սպասված ոչ տեղեկատվություն կստանաք փաթեթ, փաստաթուղթ, օրվա ընթացքում ոմանք ընթում են աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, խոսեք աշխատանքի մասին, պատվերների մասին, հաճախորդների հետ, նաև դա հանդիպում կամ շփում է պետական աշխատողի հետ։ Հանկարծակի լուր կլսեք հիվանդանոցի հետ կապված, հիվանդի հետ կապված, դա կարող է լինել նաև որ ծննդաբերել են արդեն կամ մեկ այլ բան է։ Եվ օրվա վերջ մի փոքր տխուր եք, չգիտեմ ինչու, ինչ-որ դեպրեսիվ վիճակ է ձեզ մոտ, եւ սեղանի շուրջ եք նստելու եւ ինչ-որ մարդկանց եք սպասում։ Ինչ-որ բանի եք սպասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։